Պարոն Նուրբեկյան, 4 հարց ունեմ, գիտեք, որ մեր քննարկումների ընթացքում հիմնական խնդիրը տեխնոլոգիան ֆինանսից տարանջատելն էր, արդյոք որևէ փոփոխություն կրել է այս մասով նախագիծը։ Երկրորդը բավականին լայն տարածում գտա, որ հարկման համակարգ է ներդրվում այս փաթեթով, արդյոք կա հարկման որևիցե բազա կամ հարկային օրենսգիր փոփոխվում է այս փաթեթով, թե ոչ։ Երրորդը դուք շեշտում եք, որ ռիսկին համապատասխան պետք է մոտեցումը ցույց տալ, ես համակարծիք եմ ձեր հետ, այդ պատճառով ուզում եմ հասկանալ կրիպտոյով ծառայություններ մատուցող ընկերությունների տարանջատում արդյոք կա, թե ոչ, օրինակ չենջերը եւ ձեր ասած մեծ հարթակները, որոնք որ ավելի լայն ծառայություններ են մատուցում, արդյոք ունենալու են լիցենզավորման պահանջների տարբերություն եւ մասնավորապես կապիտալի տարբերություն, որը պահանջվելու է այդ լիցենզավորման մասով։ Շնորհակալություն։ Շնորհակալություն հարցի համար, վերջի հարցից սկսեմ, այո, ըստ էության պահանջները լինելու են թե կապիտալի տեսանկյունից, թե ընդհանրապես տարբեր պայմանների տեսանկյունից, տեխնոլոգիական, ինչ մինիմալ պայմանների պետք է բավարարեն, լինելու են տարբեր, միակ բանը, որ տարբեր չի լինելու, դա լինելու է ըստ էության ղեկավարների, մասնակիցների անաղարտության հարցը, որովհետև մեր համար ըստ էության ֆինանսական ծառայությունը այդքան կարևոր չէ թե ինչը, մենք պետք է համոզված լինենք, որ ֆինանսական համակարգում անաղարտ մարդիկ են եւ անգլերեն ասած fit and proper-ը կոչվում, որ պետք է բոլորը անցնեն։ Դա մի բանն է, մնացածը թե կապիտալը, թե տարբեր պահանջները բնականաբար շատ տարբեր են ելու, հենց ձեր ասած ծառայությունների մասով։ Հարկային հետ կապված ըստ էության սա շատ նման է լինելու հարկումը արժեթղթերին, այսինքն ֆիզիկական անձանց պարագայում մենք ասպես ասած գնի հավելաճի հարկում չենք ունենալու, այսինքն հիմնականում հարկումը լինելու է, եթե էությամբ եզակի համարվող այդ կոչվում է NFT եւ մայնինգի արդյունքում ստեղծող կրիպտոակտիվների վաճառք ունենք եւ դրանց օտարման պահին մենք ունենք 1% եկամտային հարկ, այսինքն ինքը շատ նման է այլ դաշտի հետ կապված, որպեսզի պահանջները նման լինեն։ Ժամանակը սպառվեց առաջարկները։ Արձագանք։ Ես կխնդրեմ տեխնոլոգիաների եւ ֆինանսների տարանջատման մասով արձագանքեք եւ հավելյալ հարց։ Մենք գիտենք, որ երբ օրինակ ներքին գործերի նախարարության նախագիծը մտավ ուժի մեջ, կրիպտոյով զբաղվող ընկերությունները բողոքում էին, որ բանկերը չեն աշխատում նրանց հետ եւ ընդհանրապես բանկերը հրաժարվում են կրիպտոակտիվներով գործարքներ կատարելուց կամ հաշիվներ բացելուց այն ընկերություններին, որոնք զբաղվում են կրիպտոակտիվներով։ Արդյոք այս նախագծով կամ սրանից առաջ կենտրոնական բանկը որևիցե խորհրդատվություն տվել է բանկերի հետ կամ քննարկումներ տեղի ունեցել են թե ոչ եւ բանկերը այժմ ինչ դիրքավորում են ունենալու այս նախագծից հետո։ Շնորհակալություն։ Կարող եմ պատասխանել։ Շնորհակալություն, տեխնոլոգիա ֆինանսը իսկապես ճիշտ եք ասում, որ սա շատ դժվար է շատ տարանջատել։ Մենք հիմնականում, ինչպես գիտեք, այն բաները, որոնք որ ֆինանսական գործունեության հետ հիմնական կապ չունեն, այստեղ չենք կարգավորելու, այսինքն դա խոսքը գնում է utility token-ների մասին, սպառողական token-ների մասին, բաներ կլինեն, որոնք որ թե աշխարհում, թե Հայաստանի Հանրապետությունում կախված լինելու կոնկրետ product-ի մոդելից եւ պետք է այդտեղ ըստ մոդելի հասկանանք, բայց ինքը արդեն օրենսդրական դաշտի հարց չէ, քանի որ դա տեխնոլոգիայի եւ ֆինանսների այս product-ների բնույթի հարց է, բայց եւ նույնը իրականում գործ ունենք մենք արժեթղթերի ոլորտում, որ արժեթղթերի պարագայում եւս մենք ունենք հարցեր, որի պարագայում որոշում ենք, սա արժեթղթ է թե այլ բան է, ինչը վերաբերում է բանկերին եւ անկանխիկին, այստեղ կարևոր բան եք ասում, որովհետեւ նաեւ պարոն Ավետիսյանի հարցին հետեւելով, հենց այս օրենքների կարևորությունն նրանում է, որ մենք դաշտը այնքան մաքրում ունենք, որ բանկերը կարողանան սպասարկել։ Որտեղ հակառակ դեպքում բանկերը չեն կարող սպասարկել մի բան, որը որ չեն հասկանում։ Մենք բանկերի հետ խորհրդատվություն տվել ենք եւ մենք իրենց գրություն են գրել նաեւ, որ ասել ենք սպասարկելու դեպքում ինչ մինիմալ վավերապայմաններ կա եւ շարունակել ենք այդ աշխատանքը անել, որպեսզի իր հետ կարողանան աշխատել։